Աստծո ժողովուրդ, բարի լույս բոլորիդ։ Ուրեմն այսօր ժամի 6-ից 10 պակաս մենք ուղիղ եթերով կանցկացնենք Ա Կորինթացիս 15-րդ գլխի աստվածաշնչյան ընթերցանությունը։ Ու ցեսեմ մենք այսօր քննարկեցինք ու շատ չհասկացված հարցեր կար։ Կխնդրեմ բոլոր միացողները շատ լավ պատրաստվեք, օրինակ հարության հետ կապված հարցի վերաբերյալ։ Օրինակ առաջի հարցոր Հիսուսը հարություն առած առաջինն է, հարություն առածներից անդրանիկն է։ Եթե Հիսուսը առաջինն է, անդրանիկն է, ու հետո այս գլխի մեջ նաև կուտա, որ Հիսուսը երբ որ եկավ երկրի վրա, այդ ժամանակ իր թագավորությունով նոր մեռելները հարություն պիտի առնեն։ Այդ դեպքում մենք կորսկան վկայություններ կլսենք շատ շատերից, որ մահացել են, ոմանք գնացել են դժոխք, ոմանք գնացել են դրախտ, բայց այդտեղ կուտա, որ այդ ժամանակ նոր հարություն պիտի առնեն։ Մի խոսքով այս հարցերի հետ կապված հիմնականում շեշտը Ա Կորինթացիս 15-ի 20-ից 29-ի վրա է դրած, ու հետո շարունակությունն է կաշտացեք։ Այս հարցին ինչեղ կրնանք վերանայենք, օրինակ շատ հոգևոր վկայություններ կան, ես շատ ճիշտ կհամարեմ, օրինակ Մովսեսին ու Եղիային տեսավ, չէ, Հիսուս այլակերպության ժամանակ, ճիշտ սեցե անունները երևի, եթե Հիսուսի գալուց առաջ հարություն չի եղել, այդ ժամանակ իրանց ուրդից տեսավ, եթե ինքը հարության անդրանիկն է։ Նաև եթե հազարամյա ինքը պիտի գա ու այդ Ա Կորինթացիս 15-րդ գլխի 20-ից որ կարտակ, տեսնենք, որ կուտար մեռելները պիտի այդ ժամանակ հարություն առնեն։ Այդ ժամանակ ուր կմնա մեր վկայությունները, որ մենք տեսնենք այսօր շատ վկայություններ լուրջ, որ Հիսուսը կհանդիպի շատերին մահից հետո, մարդիկ կա կվկայեն իրանց հարազատներն են տեսել, իրանց բարեկամներն են տեսել, մարդիկ կան դժոխքն են տեսել, մարդիկ կա դրախտն են տեսել, բոլորը նույնը կվկայեն։ Ու աստվածաշնչյան այս խոսքերը միջայլոց մեկ քիչ հակասություններ կբերեն, կուզենայի նշեիք համարներ աստվածաշնչյան, որոնք ինձ կօգնեին ես այս հարցը ավելի պարզ հստակ հասկանայի, բոլորս ավելի պարզ հստակ հասկանանք, ուղիղ եթերով երբ որ մենք անցկացնենք ծառայությունը, սկսենք ակտիվ քննարկել այս հարցը ցեշ բերած մեկնություններն էլ անպայման բարձրաձայնելով, որոնք որ իհարկե կկպնին իմ սրտիս, կտրվին սրտիս մեջ Տիրոջով, մենք այսօր բոլորս արեք ծոմ վերցնենք, թե մեր խմբակով եւ թե բոլոր բաժանորդներով, ովքեր որ կուզեն որ այս գլխի ամբողջական ճիշտ մեկնությունը հասկանանք, որովհետև սա հիմնարար հարց է։ Օրինակ ես շատ ավելի հակված եմ հոգևոր վկայություններ լսելու, քան թե մարդկային քարոզներ, որոնք ավելի շատ դիվահարների քարոզներ են, շատ քարոզներ, ու այս վերջերիս պարզաբանումներից, բացահայտություններից, վկայություններից տեսա նաև կիմանանք, թե ինչ կան ավովներ ու առաջնորդներ կեշտան դժոխք, դրա համար ես ավելի շատ հակված եմ աստվածաշունչ կարդալու, հոգևոր վկայություններ լսելու, քան շատ ճանաչված քարոզիչների լսելու, որոնք մեծահարուստներ են, որոնք դևահարներ են, սատանային իրանց հոգիները ծախած են։ Սկան է ժողովուրդ ջան, ինչ որ կուզեի ձեզ ասեի, ժամի 6-ից 10 պակաս կմտնեմ ուղիղ եթեր 6-ին, որպեսզի բոլորս հավաքվենք, խմբակն մենք միշտ պես կանցկացնենք 10 պակաս, որպեսզի հավաքվենք ուղիղ առավոտ 6-ին սկսենք մեր աղոթքի ծառայությունը։
Մեր խմբագի մեջ աշտեն Աստված կարգել է առաջնորդներ, եթե կան մարդիկ, որոնք կուզեն մասնակցեն խմբակներին, պարզապես տեղեկացրեք իմ հեռախոսահամարից զանգահարեք 098 95 00 71 համարս, իսկ եթե այլ երկրներից կզանգեք +374 98 95 00 71։ Մի խոսքով 6-ին 10 պակաս կհանդիպինք, Շողուր ջան, պարտադիր միացեք ու ծոմով, որպեսզի հստակեցվի այս հարցի պատասխանը։ Բերեք չմտածենք, որ մենք ամեն ինչ գիտենք, ավելի ճիշտ տարբերակն է, որ ես ոչինչ չգիտեմ, որովհետև Աստծո խոսքը միամ ճանապարհ է, որ նոր վերջ չունի, ու ամեն կարդ տալուց միակ գիրքն է, որ նոր հայտնություն, նոր բացահայտություններ կստանանք, ու միակ գիրքն է, որ ամեն անգամ նորովի կբացվի քո մեջդ։ Հուսով եմ, որ Տերս շատ շատերին կարթնացնե, որպեսզի միանաք այս աստվածաշնչյան քննարկմանը։ Ու կզգամ, որ մենք աստվածաշնչյան քննարկումները ավելի շատ պետք է անցկացնենք, ավելի հաճախ պետք է անցկացնենք, որովհետև ամենաուժեղ խոսքերը դիք աստվածաշնչի մեջ է գրված, ու շատ հարցերի պատասխաններ մենք պետք է Տիրոջից ստանանք աստվածաշնչով, եթե կաղոտենք էլ, տեսիլքներ էլ կտեսնենք, երազներ էլ կտեսնենք, պետք է ամեն ինչը անցկացնենք աստվածաշնչի մաղով, որպեսզի չմոլորվենք, չկայտակղվենք, ամեն մարդու սազներին չհավատանք, քանի որ շատ պիղծ ոգիներ պետք է ելնին մարդկանց մեջ մտնելով շատերիս մոլորեցնեն, դրա համար պետք է մենք աստվածաշունչը լավ գիտենանք, որ մեզի մոլորեցնելը հեշտ չեղնի։ Օրինակ, եթե դու ավտոդպրոց կսորվիս, օրենքները շատ լավ գիտես, եթե ոստիկանը քեզի անօրինական ձևով կկանգնեցնե, դու կրնաս քո ճիշտդ օրենքով ցույց տաս ու իժան սխալ հանես։ Բայց եթե դու օրենք չես սորվել, փողով ես անցել, դու ոստիկանը երբեք կանգնեցնե, դու մեղավոր ես, որովհետև օրենք չգիտես։ Այդպես էլ երբ որ դու աստվածաշնչյան օրենքները չգիտես, քեզով ինչս է կհավատաս։ Այս ինչ բանը սա, այս ինչ բանը դենի Հիսուսես ինչ ժամանակ կա։ Հեչ մարդու է մի հավատա, առաջինն էլ ընծի։ Ինչի՞ չես փորձել ունենաս քո սեփական ճիշտդ, որը հիմնված է աստվածաշնչի վրա։ Այսինքն որ ինձ Աստված սորվծրել է, որ ամեն անգամ դեքսե մարդկանց մոտեցրու ընծի ոչ թե քեզի։ Մարդկանց օգնոր ամեկ ունենան անձնական փոխհարաբերություն Աստծո հետ, որովհետեւ ես օգնեմ, որ մարդիկ ունենան փոխհարաբերություն մոտ Աստծո հետ, ու որևէ մեկին չվստահեն առաջինը ընծի, բացի Աստծուց։ Առաջինը կասկածեն այն ինչ որ ես իրանց սկսեմ Աստծո հետ առանձնանալով։ Եթե ես ինչ որ բան կսեմ, միամ առանձնացեք, Աստծո դուսեք, Տեր ջան, արդյոք աննան քեզնից սկսե։ Ես մենակ այդ հավատացյալներին հավատացյալ կհամարեմ, ճիշտ քրիստոնյաներ, որովհետև Բերյա քաղաքի մեջ կսեք, որ սկի 17-ի 11-ի մեջ կսե մի քանի անձիկ գովեցին, ինչու, որովհետև Պողոսի քարոզը անմիջապես լսելուց հետո կքննեին, թե արդյոք այս գրությունները ճիշտ են։ Եթե առաքյալների քարոզներն են քննվե, կասկածի ենթարկվե, որոնք թարմ քարոզիչներ էին, Աստծուց լծված, տեսած քարոզիչներ էին, Աստծո հետ հանդիմաց անձամբ հանդիպած քարոզիչներ էին, ինչի մեր խոսքը կասկածի տակ չեք տնե, ով ենք մենք ընդհանուր առմամբ, մեր խոսքերը լրիվ կասկածի տակ տնելով քննեք Աստվածաշունչը։ Ու աղոթեք, որ մենք մեր ծառայությունները միշտ ուղիղ ետերով անցկացնենք, Աստված թույլ տա, որ քննարկումներն անի շատ առատ, ու դուք շատ հարցերի շուրջ ունենաք ձեր սեփական համոզմունքները, ու չհավատաք ու չվստահեք ոչ մեկին, բացի Աստծուց։ Չմոռանանք, որ սատանան լուսավոր հրեշտակի կերպարանք է կառնի, Հիսուսի կերպարանքներ կառնի, որպեսզի ընդրվածներին ևս մոլորեցնե։ Սկանը, սիրելիներ,
ժամի 6-ից 10 պակաս, այսօր կիրակի օրը ժամը 6-ից 10 պակաս ուղիղ եթերով կքննարկենք Աստվածաշունչը։ Ու հույսով եմ, որ այդ գլուխներին շատ լուրջ կվերանայեք։ Փաստարկներ, աստվածաշնչյան համարներ կունենաք ձեր ձեռքի տակ, որպեսզի մենք հստակ հասկանանք նաև այս տեսանյութի տակ կրեք այդ հարցերի հետ կապված ձեր մենությունները, որոնց կուկա Տիրոջից ու Սուրբ Հոգուց ծնված։ Սկանը սիրելիներ, լավ մնացեք, թող Տիրոջը սերը բոլորիս լցնե մեր ներսը ուրախությունով, ցնծությունով ու միաբանությունով։